Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Արյան դիմաց արյուն, ինչով է սպառնում Խամենեին Լարիջանի սպանությունից հետո։ Նոր նշանակումներ Թեհրանում, ովքեր են կառավարելու երկիրը։ Ձերբակալություն նոր հաճնում, ինչու են իրավապահները արցախցի կնոջը 5 երեխաների ներկայությամբ բերման ենթարկել։ Մահափորձ 2 ամիս ծեծելուց հետո նոր մանրամասներ մեկամյա տղային բռնության ենթարկելու դեպքից։ Արմինե Օհանյանի գործը լրատվամիջոցներին լռեցնելու միջոց, թե իրավական գործընթաց, Օհանյանը մանրամասներ է հայտնել։ Արարատի մարզից ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխային սպանելու փորձի համար կասկածվող խորթմայրը կալանավորվել է 2 ամսով։ Հիշեցնեմ, երեխային հիվանդանոց էին տեղափոխել կլինիկական մահ ախտորոշմամբ։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել նրա սրտի աշխատանքը։ Արաբկիր բժշկական կենտրոնից մեզ հայտնել են, որ երեխան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երեխաների նկատմամբ բռնության մեկ այլ դեպք էլ արձանագրվել է Երևանում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ բռնության ենթարկված երեխային շտապ օգնության խումբը Ուիգմոր բժշկական կենտրոն է տեղափոխել։ Երեխայի մոտ ախտորոշել են շրթունքի վնասվածք, նաև կապտուկներ մարմնի և պարանոցի հատվածներում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով Իրաքի քաղաքացի 35-ամյա մայրը բղավել է երեխայի վրա, մի քանի անգամ հարվածել նրան, ապա մահճակալից գցել հատակին և քարշ տվել, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել Նորհաճնում։ Իրավապահները բնակարանից բերման են ենթարկել Արցախում զոհված զինծառայողի քրոջը։ Ուշ գիշերին 3 անչափահաս երեխաների ներկայությամբ Գայանեին տեղափոխել են Դիլիջան առանց որևէ բացատրության։ Մեսրոպյանների հետ զրուցել է Սեդա Կյուրեղյանը։ Մարտի 18-ին կեսգիշերն անց Արցախից բռնի տեղահանված Մեսրոպյաններին Նորհաճնի տուն մի քանի ոստիկաններ են մտել ու տեղեկացրել, որ ընտանիքի մորը Գայանե Մեսրոպյանին տեղափոխելու են Դիլիջանի բաժին։ Անչափահաս 3 երեխայի աչքի առաջ են ուշ գիշերին Գայանեին բերման ենթարկելու հասցրել Դիլիջան առանց բացատրություններ տալու։ Ասում է հենց հիմա մեզ հետ պիտի գաս բաժին, մեր ավտոյով, մեզ հետ, Մնացալ ենք զարմացած, շշմած, շոկի մեջ, թե ինչա, չեն էլ ասել ինչի համար, ոչ մի բան։ Ձեր երեխայի հետ եք չէ՞ տեղափոխվել։ Երեխայի հետ, երեխան լացում էր, երեխան ստրեսի մեջ էր совсем։ Հա, ինձ հետ երեխային ինձ հետ վերցրեցի իրանց ավտոյով տարան։ Մինչև այնտեղ չեն էլ ասել ինչի համար։ 6 բնակարան են փոխել Մեսրոպյանները 2023-ին Արցախից բռնի տեղահանվելուց հետո։ Առաջին բնակարանը Դիլիջանի Աղավնաձորում է եղել, հենց Դիլիջանում էլ գրանցվել են։ Դա է պատճառը, որ այդ ժամին ոստիկանները Գայանեին հենց Դիլիջան են տեղափոխել։ Քննչականում հարցաքննության ժամանակ է միայն իմացել Գայանեն, որ 1 տարի հետախուզման մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի մասին մեկնաբանության պատճառով։ Մի տարի առաջ եմ հետ գրել, մի տարի առաջ գրածս ինձ երեք են եկել գտել, բռնել, մի տարի առաջ էր այդ գրարումս, մի տարի առաջ, ասма քեզ մի տարի է մենք ման ենք գալիս, ռոզսկի մեջ եմ։ Գայանեին խնդրեցինք ցույց տալ մեկնաբանությունը, պարզվեց հեռախոսը Դիլիջանում վերցրել են ուսումնասիրելու համար։ Բացեցին, ասում այս կոդ չկա դրած, ասում չէ իմ հեռախոսը կյանքում կոդով չի եղել։ Իմ հեռախոսը այս քո էջն է, ասում հա, fake edge ունես, fake edge որն է, ասում եմ, էսա իմ edge-ը մի հատ է։ Մեկ էլ երեխեքն են խաղում, սա խաղեր է մեջը։ Մի ունենց բան չկա էլի, որ վախենաս, մի չգիտեմ իմանաս ինչա։ Թե պիտի մնա մեր մոտ, կամ թող մնա, տենց բաներ են կորցրել։
Սա առաջին դեպքը չէ, որ սոցցանցերում գրառումների համար քաղաքացիների են ձերբակալում։ Շաբաթներ առաջ 60-ամյա կնոջ էին ձերբակալել կրկին քաղաքական ենթատեքստով մեկնաբանություն գրելու համար։ Մեսրոպյանների ընտանիքի հայրն ասաց, իրենց կողքի գյուղում էլ մի տղամարդու են ձերբակալել։ Իրավապաշտպանի կարծիքով ընտրություններին ընդառաջ իշխանությունների նման վարքագիծը շատ վատ նախադեպ կարող է լինել։ Վերջին դեպքը արտառոց է իհարկե, բերման են ենթարկել գրառման համար, բռնության կոչի, թեկուզ բռնության կոչի համար, ընդ որում ամենասարսափեցնողը նա է, որ երեխաներից մեկին բերման են ենթարկել մոր հետ միասին։ Սա աննախադեպ իրավիճակ է, խայտառակ իրավիճակ է։ Մեր նկարահանման պահին ընտանիքը շտապում էր դուրս գալ։ Նորից էին կանչել Դիլիջան հերթական հարցաքննությանը։ Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, ինչ հոդվածով է կնոջը մեղադրանք առաջադրվել։ Խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Facebook-յան գրառման համար քրեական վարույթ է հարուցվել նաև հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի դեմ։ Վերջին ամիսներին սա Հայաստանում ԶԼՄ ներկայացուցչի դեմ հարուցված արդեն երկրորդ նման գործն է։ Օհանյանի խոսքով նման գործերը հաճախ ուղղված են քննադատությունը սահմանափակելուն և տեղեկատվական դաշտը վերահսկելուն։ Իրավական գործընթաց, թե լրատվամիջոցների նկատմամբ ճնշում։ Մանրամասները ռեպորտաժում։ Սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանք է առաջադրվել հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագրի Արմինե Օհանյանի դեմ 2 տարի առաջ Facebook-ում գրառում անելու համար։ Խմբագրին հրավիրել էին քննչական կոմիտե։ Որ ինչ որ բան փորձելու էին անել, ես դեռ 1-2 տարի առաջ զգում էի, գիտեի ու տարբեր ազդակներ էր գալիս տարբեր մակարդակներից, հասկանալի էր, որ ընդհանուր լրատվամիջոցների դեմ այս ամեն ինչ իհարկե։ Բնական է, որ ինձ մի փոքր ճանաչող մարդը կհասկանա, որ ոչ մի ձևով սա չի կարող ինձ կաշկանդել։ Հայաստանում ԶԼՄ ներկայացուցիչների դեմ վերջին ամիսներին քրեական վարույթ հարուցելու երկրորդ դեպքն է։ Հայաստանն առաջին անգամ հայտնվել է լրագրողների անվտանգության պլատֆորմի հրապարակած զեկույցում մեդիագործիչների ձերբակալության պատճառով։ Խոսքն Նիմնեմնիմի փոդքասթի վարողներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին է։ Դե ինչ ասեմ, խայտառակություն է ուղղակի, իրենք պետք է շարունակեն իրենց ոչ ցանկալի լրատվամիջոցներին, ովքեր որ իրենց գովքը չեն անում, թիրախավորել եւ այդպես շարունակելու են, որ չեմ տեսնում որևէ կաշկանդող բան ունեն իրենք։ Ազգային ժողովի նախորդ քառօրյա նիստի ժամանակ էլ ԿՊԱ-ական падգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկեց ԶԼՄ-ներին պատասխանատվության ենթարկելու հերթական նախագիծը մշակել։ ԿՊԱ-ականին բարկացրել էր, որ լրատվամիջոցները գրում էին ադրբեջանցիների դիրքային առաջխաղացման մասին այն դեպքում, երբ ՊՆ-ն հերքում էր տեղեկությունը։ Թեպետ ավելի վաղ ազգային ժողովի եւ կառավարության դիմաց լուրի իսկության մասին ապացույցներ էին բերվել։ Դա ընդհանրապես խայտառակություն է, որ այսինքն հերքեցին, ուրեմն վերջ, բայց հերքեցին եւ ոչ մի հակափաստարկ չբերեցին, չէ՞, կոնկրետ այս դեպքի վերջին դեպքի համար։ Ինչ է սա նշանակում։ Սա ասում եմ էլի, որ սա նշանակում է Հայաստանի ադրբեջանացում, ուրիշ բան չեմ կարող ասել։ Ըստ Օհանյանի, իրականում նման ձևակերպումների տակ հաճախ թաքնվում է քննադատությունը չեզոքացնելու եւ այլընտրանքային կարծիքները դուրս մղելու փորձը։ Իսկ դա արդեն ոչ թե քաղաքական պայքար է, այլ տեղեկատվական դաշտի վերահսկում։ Չորրորդ իշխանությունը Հայաստանի անկախ պետության ընթացքում միշտ է եղել, իհարկե թիրախում, միշտ անհանգստացրել է իշխանություններին, հա, մենք միշտ խնդիրներ ենք ունեցել, լրագրողները, խմբագիրները, լրատվամիջոցներ են փակվել, բացվել եւ հազար ու մի պատմությունների միջով ենք անում։ Ես քանի որ դեռ ակունքներից եմ աշխատում, հա, այս դաշտում դրա համար այդ ամեն ինչի աչքի առաջ է եղել, այդ նորություն չի, ոչ էլ մեզ դա զարմացնում է։ Զրուցակիցներս ասում են, այսօր ավելի քան երբևէ ակնհայտ է, որ իշխանությունը չի հանդուրժում սուր հարցերը, քննադատական հրապարակումներն ու անկախ դիրքորոշումը։ Փոխարենը ձևավորում են հարմարավետ միջավայր, լոյալ եւ վերահսկվող տեղեկատվության համար։ Թիրախավորումը սկսեց վաղուց, կարծեմ 2019 թվականից, երբ փոխեցին սրբարտության եւ վիրավորանքի մասին դրույթները քաղաքացիական օրենսգիրքում եւ արդեն տուգանքները ընդլայնեցին, ընդ որում փոխելու նախաձեռնությունը գալիս էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից, ով եթե դուք դատալեքսում ուսումնասիրեք, կհասկանաք, որ ամենաշատն տարբեր լրատվամիջոցների դատական հայցեր ներկայացնում եւ տարբեր պահանջներ
ներկայացնում։ Թոսունյանը նշում է, լրագրողները հայտնվում են թիրախում, երբ նրանց գրած տեղեկությունը իշխանության սրտով չի լինում։ Իսկ երբ իշխանությունը փորձում է սահմանափակել կամ վերահսկել լրատվամիջոցները, վտանգվում է ոչ միայն լրագրողի աշխատանքը, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Ժողովրդավարության հիմքում ոչ թե լռությունն է, այլ բազմակարծությունը, իսկ բազմակարծությունն անհնար է առանց անկախ եւ ազատ մամուլի։ Իշխանությունը նաև լրատվամիջոցների մասով ունի հարցեր եւ այդ հարցերը փորձում է լուծի։ Նրանք, ովքեր ավելի այդ ֆինանսական մասով ոչ ավելի թափանցիկ են, ոչ ավելի պարզ է իրանց, իհարկե ոչ իշխանականները դե այդքան չեն կպնի։ ԶԼՄ-ները ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից են։ Լրատվամիջոցներն ըստ էության վերահսկում են իշխանության քայլերը, ստեղծում հակակշիռ, իսկ երբ այդ հակակշիռը թուլացվում կամ ճնշվում է, խախտվում է ամբողջ համակարգի հավասարակշռությունը։ Ըստ զրուցակիցներիս, այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հենց այդ հավասարակշռության խախտման մասին են։ Երբ իշխանությունը պայքարում է ոչ թե խնդիրների, այլ դրանց մասին խոսողների դեմ, արդեն հստակ ազդանշան է, խնդիրները չեն լուծվելու, իսկ դրանց մասին խոսողներին պարզապես փորձելու են լռեցնել։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդելյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ներքաղաքական քննարկումների ֆոնին իշխանությունը շարունակում է անդրադառնալ նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին։ Այս թեմային նվիրված համաժողովին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով 2023 թվականից ի վեր այս հարցը եղել է կառավարության առաջնահերթություններից մեկը։ Ես վիճակագրությունը տեսա, այս պայդրությամբ ընդամենը 1700 քանի ընտանիք է, որ ծրագրերով տուն է ձեռք բերել։ Իհարկե, սա մի կողմից այս թիվը քիչ չի այն առումով, որ այսինքն մեխանիզմ կա, որը աշխատում է։ Եթե մի հոգի լիներ, կասենք դե մի հոգին ոնց է լինի գլուծեր այդ հարցը 2-3, եթե 1000 եւ ավելի մարդ փաստացի իրականացրել է, այսինքն ծրագրի նպատակը իրագործված է, նշանակում է մենք առնվազն մեխանիզմ ունենք, որի լավարկումը միշտ էլ օրակարգում է, բայց Միաժամանակ պետական համակարգում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Վերջին շրջանում պաշտոնից հեռացվող կամ հեռացող անձանց թիվը աճում է։ Շատ դեպքերում քննարկումների կենտրոնում կրկին Արցախի թեման է կամ արցախցի լինելը։ Ինչ գործընթացներ են տեղի ունենում պետական համակարգում եւ ինչ կապ ունի դրա հետ Արցախի հարցը, ռեպորտաժում։ Տասնյակ գործիչներ հեռացել են պետական համակարգից Արցախի վերաբերյալ գործող իշխանության վարած քաղաքականության պատճառով։ Քաղաքները դժգույն ու դժբախտ կոչվելու պատճառով։ Դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշին։ Հայաստանի արտգործնախարարի նախկին խորհրդական հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը համակարգից հեռացողներից էր։ Բազմաթիվ դիվանագետներ են այդ շրջանում ավելի ուշ շրջանում դուրս եկել իրենց դիմումի համաձայն գործից հենց նույն պատճառաբանությամբ։ Այստեղ խնդիրը միայն Արցախ չէ, դժգոհությունը անհամաձայնությունը կապված էր արտաքին քաղաքականության հարցերի ողջ բլոկի հետ, այսինքն ընդհանուր արտաքին քաղաքականությունը իմ եւ իմ ընկերների դիտարկմամբ ուղղակի ոչ թե սպասարկում էր ազգային շահը, այլ գնում էր ընդդեմ ազգային շահի։ 44-օրյա պատերազմից հետո հեռացողների շարքում էին Արա Այվազյանը, Վահագն Մելիքյանը, Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Գագիկ Ղալաչյանն ու մի շարք երիտասարդ դիվանագետներ։ Ոչ միայն հեռանում, հեռացվում են։ Ամենաթարմ օրինակը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի հեռացումն էր։ Ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ինչու է Փաշինյանը շարունակում Արցախի դեմ պայքարը։ Ինչ քաղաքականություն է սա։ Այս հարցի պատասխանը 20-րդ դարավերջին տվել է ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Գիլպին իր «Պատերազմ եւ փոփոխություն» վերլուծական գրքում։ Վերլուծականում քննարկվում է ռազմական, քաղաքական, տնտեսական էքսպանսիայի տեսությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի բռնի հայաթափումը Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական էքսպանսիան էր։ Այսինքն, պետությունը ռազմական միջոցներով ընդլայնել է իր տարածքը։ Հիմա Փաշինյանի վարքը տեղավորվում է քաղաքական էքսպանսիայի ենթարկվողի տրամաբանության մեջ, նշում է քաղաքագետ Արսեն Գասպարյանը։ Եթե դու պատերազմ ես պարտվում ու պատերազմը հաղթողի հետ շարունակում է բանակցել այն քաղաքական ուժը, որը պատերազմը պարտվել է, քաղաքական էքսպանսիայի տարերը
լինի դա թե Արցախի անվանման հետ կապված կամ Արցախի բնակչության իրավունքը, վերադարձի իրավունքը, իրենց մշտական բնակության վայրերը, Արարատ սարի հետ կապված եւ այլն, այսինքն նույնիսկ քաղաքական սիմվոլները։ Դրանք անմիջապես ներառվում են քո հակառակորդի քաղաքական էքսպանսիայի մեջ։ Թուրքիան այս քաղաքականությունը փորձել ու հաջողել է հյուսիսային Սիրիայում։ Ռազմական էքսպանսիան արտահայտվեց նրանով, որ Թուրքիան ռազմական գործողությունների միջոցով վերահսկողություն հաստատեց մի շարք տարածքների նկատմամբ։ Այնուհետև գործարկվեց քաղաքական էքսպանսիան, ազդեցությունը տարածելով տեղական կառավարման համակարգի վրա։ Հետո մեծ դեր ունեցավ տնտեսական էքսպանսիան, շուկան ողողելով թուրքական ապրանքներով եւ տարածելով թուրքական լիրան։ Հայաստանում նույնն են անում Թուրքիան եւ Ադրբեջանը գործող իշխանության միջոցով, նշում է զրուցակիցս։ Ոչ մի դեպքում Արցախ չի նշանակում պատերազմ, չի նշանակում պարտություն։ Հակառակ Արցախ դա նշանակում էր եւ եթե մենք ունենանք Արցախ, դա կնշանակի հզոր Հայաստան, ամուր Հայաստան։ Փաշինյանի կառավարությունից հեռացողներն ու հեռացվողները, մարդիկ, սիմվոլներ, պատմություն, թե անկախության հռչակագիր Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական էքսպանսիայի հետևանք է։ Այս փուլը ուղղորդվում է նաեւ տնտեսական էքսպանսիայով, բենզինի ներկրում, ադրբեջանական տարածքով հացահատիկի ներմուծում եւ այսպես շարունակ։ Իսկ ինչպես կանխել տարածվող էքսպանսիան։ Քաղաքագետ Արսեն Գասպարյանը կարծում է, ազգային ռեֆորմացիայի կարիք կա Հայաստանում։ Սովորաբար ազգային ռեֆորմացիա հասարակական հարաբերություններում անում է ընտրախավը, ինտելեկտուալ ընտրախավը։ Հիմա թե այս փուլում հայ ժողովրդի մոտ առաջ կգա այդ ինտելեկտուալ ընտրախավը, որը սովորաբար մի քայլ առաջ է տեսնում մնացածից եւ կկարողանա կազմակերպել այդ ազգային ռեֆորմացիան եւ որ առնչություն ունենա բոլոր ոլորտներին, դա ժամանակի հարց է։ Այդ հնարավորությունը ընձեռվել է Հայաստանին, որը կարող են արտահայտել համապետական ընտրության արդյունքներով։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ ԱՄՆ ազգային հակահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք ստանալու շեմին չէր ոչ 3 շաբաթ առաջ, ոչ էլ հունիսին։ Նրա խոսքով Իրանում գործում է կրոնական հրամանագիր, որը արգելում է միջուկային զենքի ստեղծումը։ Այդ հրամանագիրը գործում է դեռ 2004 թվականից։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է բարձրացնել Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հարցը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն սպասում է Իրանի կողմից անօդաչուների հարվածի դեպքի համապարփակ հետաքննությանը։ Նրա խոսքով մարտի 5-ին Իրանից թռչող անօդաչուները հարվածել են Նախիջևանի ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով վիրավորվել է 4 քաղաքացիական անձ։ Տարածաշրջանային զարգացումները քննարկվել են նաև Սաուդյան Արաբիայում։ Այստեղ հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքամ Ֆիդանը։ Նրանք խոսել են տարածաշրջանում անվտանգության վիճակի եւ վերջին զարգացումների մասին։ Միջազգային մյուս լուրջ զարգացումները ռեպորտաժում։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արձագանքել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը եւ նշել, որ մարդասպանները անպայման պատասխանատվության կենթարկվեն։ Ցանկացած արյան դիմաց արյան բեն վճարում։ Նահատակներին սպանած հանցագործները շուտով կհատուցեն իրենց արածի համար, ասել է Խամենեին։ Լարիջանիի սպանությունից հետո իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվել է։ Իրանի զինված ուժերը հայտարարել է, որ հարվածել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, թիրախավորելով իսրայելական բանակի վերալիցքավորող ինքնաթիռները։ Միաժամանակ պայթյուն է որոտացել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակումն իրականացրել է Իրանը։ Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ոչ միայն Լարիջանիին, այլ նաև նրա որդուն եւ Իրանի հետախուզության նախարարին։ Սպանությունից հետո Իրանում արդեն տեղի է ունեցել նոր նշանակումներ։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Հուսեյն Դեհղանը։ Նա նախկինում զբաղեցրել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը եւ եղել է երկրի գերագույն առաջնորդի պաշտպանական արդյունաբերության հարցերի խորհրդականը։
Հետախուզության եւ ազգային անվտանգության նախարար է նշանակվել Մոստաֆա Պուր Մոհամմադին։ Նա երկար տարիների փորձ ունի անվտանգության համակարգում, եղել է Իրանի ներքին գործերի նախարար, գլխավոր դատախազ, նաեւ ղեկավարել է արտաքին հետախուզության վարչությունը։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Լարիջանիի եւ մյուսների աճյունները 3 տեղափոխվել են Թեհրանի կենտրոնական հրապարակ։ Հազարավոր մարդիկ հավաքվել են այնտեղ հրաժեշտ տալու Իրանի քաղաքական համակարգի ազդեցիկ գործիչներին։ Լարիջանիի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Լարիջանիին անվանել է Ռուսաստանի իսկական բարեկամ, իմաստուն եւ հեռատես քաղաքական գործիչ, որի հետ բազմիցս հանդիպել է։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ բոլոր ճակատներում սպասվում են նշանակալի անակնկալներ, որոնք պատերազմը կբարձրացնեն նոր մակարդակի։ Նրա խոսքով լիազորել են Իսրայելի պաշտպանության բանակին վերացնել ցանկացած իրանցի պաշտոնյայի, երբ նա նույնականացվի եւ հաստատվի որպես թիրախ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։ Կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա զգուշացրել է, որ ծանր հետևանքներ կլինեն, եթե Իրանը կրկին հարվածի Քաթարի գազային ենթակառուցվածքներին։ Թրամփը նշել է, որ Իսրայելը այլևս չի հարվածի հարավային Պարս գազային հանքավայրին, եթե Իրանը չհարձակվի Քաթարի վրա։ Սակայն ըստ նրա նման հարձակման դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է զանգվածային հարված հասցնել նույն գազային հանքավայրին այնպիսի ուժով, որը, ինչպես նա է նշել, Իրանը երբեք չի տեսել։ Տարածաշրջանում ստեղծված լարվածության ֆոնին քննարկումներ են ընթանում նաև միջազգային հարթակներում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են, թե ինչպես կարելի է համատեղ քայլերով վերաբացել Հորմուզի նեղուցը աշխարհի կարևորագույն էներգետիկ ճանապարհներից մեկը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս մասին խոսել է Նորվեգիայի կատարած այցի ընթացքում, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի սառը արձագանք զորավարժություններին։ Զորավարժությունները մեկնարկել են մարտի 9-ին եւ կշարունակվեն մինչեւ մարտի 19-ը։ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին սոցիալական ցանցերում տարածվել է նաև խորհրդանշական մի տեսանյութ։ Լիբանանցի թավջութակահար Մահդի Սահելին Բեյրութի ավերակների մեջ կատարում է Արամ Խաչատրյանի Անդանդինոն։ Մինչ այդ Իրանի իշխանությունը կարծես փորձում է ցույց տալ, որ Լարիջանիի մահը չի խաթարի երկրի քաղաքական համակարգը։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մեկ պաշտոնյայի մահը չի կարող ազդել Իրանի իշխանության կայունության վրա։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը ունի ամուր քաղաքական կառուցվածք եւ համակարգի ուժը կախված չէ առանձին անձանցից։ Մենք չենք ունեցել որևէ մեկին, որն ավելի կարևոր լիներ, քան հենց առաջնորդը։ Եվ նույնիսկ երբ առաջնորդը նահատակվեց, համակարգը շարունակեց գործել եւ անմիջապես ապահովեց փոխարինողին։ Եթե մեկ ուրիշը նահատակվի, նույնը կլինի։ Եթե երբևէ արտաքին գործերի նախարարը նահատակվի, ի վերջո կգտնվի մեկ ուրիշը, ով կստանձնի այդ պաշտոնը։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին։ Տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։